Տերը մեր Հիսուս Քրիստոս եւ շրջեր շուրջ զգավառոքն եւ ուսուցաներ եւ կոչյաց արինքն ձեր կոտասանսն եւ սկսավ առաքել զնոսա երկույս եւ տար նոցա իշխանություն իվերա այսոց պղծոց եւ պատվիրյաց նոցա զիմի ինչ բարձենի ճանապար, բայց միայն գավազան, մի պարկ, մի հաց, մի պղինց իգոտիս, այլ ագանել հողաթափս եւ մի զգենուցուկ ասե երկուս բարեգոց եւ ասերց նոսա հորտուն մտանիցեք անդեն օթևանս կալչիկ մինչև ելանիցեք անտի եւ որ ոչ ընկալցին ըզձեզ եւ ոչ լվիցեն ձեզ որ ժամ ելանիցեք անտի թոթափեշչիկ սփոշի ոտից ձերոց իվկայություն նոցա եւ ելյալ քարոզեին զիապաշխարեսեն եւ ըսդևս բազումս հանեին եւ օծանեին յուղով զբազում հիվանդս եւ բժշկեին զնոսամ Պահպանիչ եւ հույսավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա եւ օրտնյա, զազգս հայոց, զեգեղեցիս Հայաստանյայց, եւս նորաոց եպիսկոպոսունս, ընթովանյավ սուրբ եւ պատվական խաչիվտքո իխաղության, փրկյա, ազատյա, հերևելի եւ աներևույթ տշնամյաց, արժանավորյա գոհությամբ փառավորել, ըստ քեզ ընթոր եւ ընծրփոք ֆույտ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Անուն հոր եւ որդվո եւ հոգուն սրբո ամեն։ Գոցես նրանց, կորտնես եւ կսրբագործես, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր մեծ ուրախություն ենք ապրում ամենքս։ Նշում ենք հոգեգալստյան տոնը, որը եկեղեցում հավատացյալների կյանքում Սուրբ Հոգու արփիափայլ շնորհների հեղման վկայությունն ու հիշատակումն է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարությունից 50 օր անց Վերնատանը համախմբված առաքյալները տարբեր լեզուներով խոսելու Սուրբ Հոգու շնորհը ստացան, որով սկիզբ դրվեց Քրիստոսի Սուրբ Եկեղեցու հաղթական առաքելությանը, փրկության բարի լուրն ու շնորհը տարածելու ողջ աշխարհում։ Հոգեգալուստը ուղեկցվեց աստվածային նշաններով, ինչպես ավետարանն է ներկայացնում, սաստիկ հողմի ձայն հնչեց, եւ երկնքից բոցեղեն լեզուները իջնելով հանգչեցին առաքյալների վրա։ Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաջին հավատացյալները դարձան աշխարհի տարբեր ծագերից Երուսաղեմում համախմբված մարդիկ, ովքեր առաքյալների քարոզչության շնորհիվ ճանաչեցին ճշմարտությունն ու
վերածնվեցին իբրև նորադարձ քրիստոնյաներ։ Լսեցիք ճշմարտության խոսքը, ձեր փրկության ավետարանը, որին հավատալով կնքվեցիք խոստացված Սուրբ Հոգով, վկայում է առաքյալը։ Սուրբ Հոգին հորդառաջ շնորհներով հավատացյալների մեջ ծաղկեցնում է բազում առաքինություններ։ Սուրբ Հոգով են եկեղեցու ավազանից քրիստոնյաներ ծնվում, որդեգրվում երկնավոր հորը ու կազմում Քրիստոսի Սուրբ եկեղեցին։ Սիրելիներ, այսօր կրկնակի է ամենքիս ուրախությունը, քանզի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի 4 նվիրյալ, բանիմաց և ջանասեր միաբաններ երկնային շնորհների հեղումով եպիսկոպոսական ձեռնադրության ևոցման արժանացան։ Տերն ինքը հաստատեց օծման խորհուրդը Աստծուն ծառայության կոչվելու համար։ Կոծես նրանց, կորտնես ու կսրբագործես, որպիսի ինձ համար քահանայություն անեն։ Ընթերցում ենք Ելից գրքում։ Դարեր շարունակ ձեռնադրության սրբազան խորհրդով արժանավոր մշակներ են կարգվել հայոց եկեղեցու անդաստանում, որպիսի Սուրբ գրային պատգամներով լուսավորեն իրենց հանձնված հավատավոր հոտը և առաջնորդեն դեպի Քրիստոսապարգև փրկություն։ Եպիսկոպոսները առաքելական հաջորդականության կրողներն ու փոխանցողներն են և տերունավանդ իշխանությամբ հավատքի անաղարտության եկեղեցու կարգոկանունի պահապանները, հոգիների խնամատարը, եկեղեցու և հավատացյալների իրավունքների պաշտպանը։ Այս նկատառումով է Պողոս առաքյալը հորդորում. լսեցեք ձեր առաջնորդներին և հնազանդվեցեք նրանց, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, պատմության ընթացքին մեր երկրի դեմ ասպատակությունների հորձանուտներում, ինչպես և ցեղասպանության և ստալինյան բռնապետության տարիներին, մեր եկեղեցականները ենթարկվել են բռնաճնշումների ու հալածանքների, կրել բազում նեղություններ, սակայն հաստատուն են մնացել առ Քրիստոս հավատարմության ու սիրո մեջ և ապավինած Աստծուն դիմակայել բոլոր դժվարություններին։ Աստված ապավենն ու զորությունն է մեր և մեր օգնականը մեզ հասած խիստ նեղությունների մեջ, ասում է Սաղմոսերքում։ Ցավով ենք անդրադառնում, որ հայոց եկեղեցու սպասավորները այսօր ևս Հայաստանում իշխանությունների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկվում են հետապնդումների, ինչպես նաև ազատազրկման։ Գոհություն Աստուծո, մեր հոգևորականները ի Հայաստան և Սփյուռս աննկուն են ոգով, անխախտ են առ Սուրբ Էջմիածին հավատարմության մեջ և անդավաճան իրենց ուխտին ու կոչմանը նախանձախնդրությամբ շարունակում են տերնապատվեր առաքելությունը իրականություն դարձնելու տեսիլքները հոգևոր կյանքի պայծառության, պետականության ամրապնդման, հայրենիքի շինության, հայրենիքի հզորության ու առաջընթացի։ Այժմ, սիրելի բարեպաշտ հավատացյալներ, ուրախությամբ
ձեզ ենք ներկայացնում նորաոց սրբազաններին։ Գերաշնոր Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան ծնվել է Երևանում, սովորել և ավարտել Սևանի Վազգենյան դպրանոցն ու Գևորգյան հոգևոր ճեմարանը, պաշտոնավարել է Մայրաթորի տարբեր բաժիններում, Գևորգյան հոգևոր ճեմարանում, ծառայել որպես Բուլգարիայի հայոց թեմի առաջնորդ, եղել Խորվիրապ վանքի վանահայր։ Սրբազանը յուրահատուկ գրական շնորհ ունի և նրա ստեղծագործական ուրույն ձիրքը դրսևորվել է իր հեղինակած գրքերում։ Այժմ Սրբազանը Գեղարքունյաց թեմի առաջնորդն է և քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության պատասխանատուն։ Գերաշնոր Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան ծնվել է Հրազդանում, հոգևոր ուսում ստացել Սևանի Վազգենյան դպրանոցում և Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Երկար տարիներ սպասավորել է որպես քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության պատասխանատու։ Բարբերաբար այցելելով կալանավայրեր, ավետարանի խոսքը քարոզել և մխիթարություն բերել ազատազրկվածներին։ Սրբազանը նաև տարիներ շարունակ շողակաթ հեռուստաընկերության հաղորդումներով Տիրոջ վարդապետությունն է ուսուցանել հավատացյալներին, ինչպես և դասախոսական գործունեությամբ գովելի ներդրում բերել հոգևորականաց նոր սերունդ պատրաստելու կարևոր առաքելության մեջ։ Ներկայումս Սրբազանը զբաղեցնում է Մասյածոտ թեմի առաջնորդի պաշտոնը։ Գերաշնոր Տեր Անանիա եպիսկոպոս Ծատուրյան ծնունդով աշտարակից է, կրթությունը ստացել է Գևորգյան հոգևոր ճեմարանում, աշխատել Էջմիածին ամսագրի խմբագրությունում և Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Այնուհետ ավելի քան 10 տարիներ եղել է մեր գավազանակիրը, մեծապես օգտակար լինելով մեզ հայրապետական մեր առաքելության աշխատանքներում։ Սրբազանը ծառայել է նաև որպես Սուրբ Գայանե վանքի վանահայր, ապա մեկնել Միացյալ Նահանգներ հայոց արևմտյան թեմ, նշանակվել կենտրոնական Կալիֆորնիայի առաջնորդական փոխանոր։ Այժմ Սրբազանը շարունակում է գովելի ծառայություն բերել Մայրավանքում, իբրև Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի լուսարարապետ։ Գերաշնոր Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյան ծնվել է Երևանում, հոգևոր կրթություն ստացել Սևանի Վազգենյան դպրանոցում և Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Իր ծառայությունն է իրականացրել Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանում, Մայրաթորի տարբեր կառույցներում, երկար տարիներ վարել է քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տեսչի պաշտոնը։ Նա հոգևոր, գիտական և կրթական գործունեությամբ գովելի նպաստ է բերել մեր Սուրբ Եկեղեցու քարոզչական կյանքին և արդյունավետ աշխատանք իրականացրել մեր զավակների կրթադաստիարակչական գործում։ Սրբազանը մի շարք հայագիտական, աստվածաբանական գրքերի հեղինակ է, ներկայումս ծառայում է որպես Մայրաթոր Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրեն։ Սիրելի նորաոց սրբազան հայրեր, մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում ձեզ եպիսկոպոսական ձեռնադրության առիթով։
Եպիսկոպոսական կոչումը որպես նվիրապետության բարձր աստիճան ենթադրում է առավել մեծ հանձնառություն եւ պատասխանատվություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու մեջ։ Եպիսկոպոսությունը ինքնին ծառայական խաչ է, որը Տիրոջ մշակը ստազդում է իջման Սուրբ Սեղանի առջև ծննդիր ուխտով, իր կյանքը աննացորդ ընծայելու անձնվեր ծառայության։ Մեր Տերը պատգամում է սպասավորություն բերել քաջ եւ բարի հովվի օրինակով, ճանաչելով ձեզ տակավին ձեր ուսանողության տարիներից, վստահ ենք, որ տերունական խոսքի համաձայն եպիսկոպոսական հանգամանքի մեջ պիտի շարունակեք դրսևորել աներկյուղ ոգի ու առավել ջանադրություն, նորանոր հաջողություններով բազմապատկելով ձեր ավանդը մեր Սուրբ Եկեղեցու անդաստանում։ Այսու հայրապետիս հորդորն ու պատգամն է, որ հաստատում պահեք ձեր ուխտը, նախանձախնդրորեն հետևեք Քրիստոսի պատվերաններին և եկեղեցու Սուրբ հայրերի հաստատած կարգերին ու կանոններին։ Այս բարդ ժամանակաշրջանում շարունակեք քաջալերել մեր ժողովրդի զավակներին ամուր մնալու աստվածասիրության ու հայրենասիրության մեջ։ Եղեք համարձակ պահապանը հոգևոր և ազգային մեր արժեքների ու սրբությունների, մեր երկրի ու ժողովրդի և մեր Սուրբ Եկեղեցու արդար իրավունքների։ Ձեր խնամքին հանձնված հավատացյալներին առաջնորդեք աստվածահաճո ուղիներով, նրանց սրտերում զորացրեք հավատքը, աննկուն կամքն ու արիության ոգին, դուրս բերելու մեր երկիրը վտանգներով ու փորձություններով լի այս դժվարին իրավիճակից և կերտելու հայրենիքի բարոր ու պայծառ ապագան։ Ձեր բարձր առաքելությամբ ամեն ուր տարածեք տերունավանդ սեր, ազնվություն, բարություն ու արդարություն։ Աղոթում ենք, որ Աստված իր սուրբ աջով մշտապես զորացնի ձեզ ու նորանոր հաջողություններ պարգևի իբարս Աստուծո, ի սեր ազգի, ի շինություն և ի պայծառություն առաքելական մեր Սուրբ Եկեղեցու։ Թող ամենակալ Տերը խաղաղություն ու ապահովություն շնորհի հայրենի մեր երկրին և համայն աշխարհասփյուր մեր ժողովրդին։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստուծո սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը թող լինեն ձեզ հետ, սիրելի նորաոտ սրբազաններ և սիրելի բարեպաշտ ժողովուրդ, ինչպես և ողջ աշխարհի մարդկության, այսօր և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։